Պարոն Քոչարյան, այս խորհրդարան ինչպես է գալիս, ինչ տրամադրվածությամբ, նախորդի շարունակությունն է, թե այլոմենայնիվ արդեն երրորդ անգամ եմ այդ տրամադրությունից խոսում։ Իսկ ինչ տրամադրությունը Վճռական, մարտական։ Իսկ Աղոն Վարդանյանի որոշմանը ինչպես եք վերաբերվում, որ խոստացել էր նախընտրական շրջանում, որ ոտ չի գնի Անժե եւ Նիկոլ Փաշինյանը նորից առաջին հերթին դաժե չեք լայքել այդ ստատուսը։ Առաջին հերթին ինձ համար կցանկեցնեմ անհասկանալի է ինչի է եղել այդ հայտարարությունը ընդհանրապես եւ հետո այդ հայտարարությունը ես ուղղակի գնահատում եմ այնպես, որ ավելի շատ պայքարից դուրս գալ գնալ թափնել այդ համարում չորոց եւ այդ պատճառով գնաց այդ քայլին մնացածը գրել Աղոն Վարդանյանի նավակ գործընկերն է, ում հանդերձ տեսնում եմ մեծ ֆակտ է, որտեղ նավաստակի հայտարարում։ Չէ, բայց այնուամենայնիվ այդ խոստումը, որը չի կատարվել գետնի վրա։ Սա իր տիրույթում է, որի բացատրությունը եմ տվել, նորից կրկնեմ, ես շատ կուզեի, որ հենց ի սկզբանե այդ հայտարարությունը չլիներ, որովհետեւ մնացածը ամբողջ բացատրությունը չլիներ։ Ինչևէ, լավ կլիներ, որ այդ ամեն ինչ չլիներ, բայց դա կա եւ ես ավելի փոքրից բացատրեմ նաեւ իմ հասկանալով իր շարժառիթը ոնց որ խոսել չկարող է այսպես։ Քոչարյանը խորհրդարանում ծեծի ջահայանքներ դիմելու են, թե ոչ։ Հույս ունեմ, որ ոչ, բայց տեսնենք ինչպես։ Դուք հայողներից եք կկարողանաք այս անգամ ձեզ զսպել։ Հույս ունեմ, որ այո։ Ավելի ճիշտ հույս ունեմ, որ առիթը չեն տա, որ հայրը։ Դա խորհրդարանում չկա։ Շնորհակալություն։ Հələ մի հատ։ Հենա։